ինչ սպասել դատարանից, այսօր խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացնում։ Մեր իրավապահները եւ դատաիրավական համակարգը այս տարիների ընթացքում ցավոք սրտի ապացուցել են, որ նրանք շատ մեծ մասամբ շատ հաճախ գործիք են հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ձեռքում զսպաշապիկի դեր են կատարում, այսինքն ընդդիմադիրներին կալանավորում են, ինչպես պարոն Աշոտյանն եւ մեր բոլորի նկատմամբ կան հարուցվածքերական գործեր, որոնք որ որևէ իրականության հետ որևէ կապ չունեցող հարցերի շուրջ են բոլորը։ Եվ հույս ունենալ, որ դատարանը այս պահի դրությամբ ինչ որ մարդասիրական որոշում պետք է կայացնի, այդքան իրատեսական չի, այո, շատ հավանական եմ համարում դատարանների եւ դատավորների եւ նաեւ դատախազների մոտեցումների փոփոխությունը, քանի որ նրանք տեսնում են եւ երեք Գյումրիում Նիկոլ Փաշինյանի խայտառակությունը, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության բացահայտվել է իր թիմակիցների եւ հանրության առաջ, որ նա չունի հանրային աջակցություն, դա հնարավոր է, որ ծառայի որպես նոր հնարավորություն, իմ կարծիքով ասեմ, եթե դու գնում ես քարոզարշավի քո թիմակիցների հետ, ոչ թե գյումրեցի քաղաքացիների հետ, իսկ Գյումրիի երեք մենք տեսանյութերում տեսել ենք, որ նրան դիմավորում էին իր թիմակիցները 150 թիկնապահով մանր գալիս Նիկոլ Փաշինյանը եւ քարոզարշավը իրականացնում Գյումրիում, իսկ գյումրեցիները չեն պատկերացրել եւ գյումրեցիներին 2018 թվականին չէին խոստանում, որ մենք գալու ենք ձեր հետ շփվենք հազարավոր թիկնապահներով։ Եվ այո, սա բացահայտում է այն մեր քննարկումների թեզերը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամրագրված է միայն իրավապահների եւ միայն դատաիրավական համակարգի այս ներկայացուցիչների կողմից, բայց նորից եմ կրկնում, իրողությունները փոխվում են եւ փոխված իրողություններում Նիկոլ Փաշինյանին պահող դատաիրավական համակարգի ներկայացուցիչները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի կողքին նրանք են նստած լինելու դատարանում եւ դատվելու են նրա հետ միասին այն բանի պատճառով, որ նրանք շինցուկ իրական գործեր են հարուցել մարդկանց վրա, որովհետև մենք հարց ենք տալու, թե որ գործը ինչի համար եք հարուցել եւ ինչի համար եք մարդկանց պահել երկար տարիներ անազատության մեջ, այդ անազատության մասին խոսում է նաեւ գլխավոր դատախազը, այսինքն իրանց իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ խափանման միջոցը որպես կալանք ընտրելը շատ դեպքերում լինում է ոչ արդյունավետ եւ անհասկանալի պատճառներով, բայց հույս ունենանք, որ այո, հնարավոր է մեր դատավորները հասկանան, որ չի կարելի գործիք լինել Նիկոլ Փաշինյանի ձեռքում եւ կայացնեն իրավական որոշումներ, ոչ թե հրամաններ կատարեն, այդ իրավական որոշումների շրջանակներում մենք համաձայն ենք բոլոր օրենքի շրջանակում թողանուն մեզ որևէ մարդասիրական մոտեցում պետք չի, օրենքի շրջանակում թող որոշում կայացնեն եւ Արմեն Աշոտյանը այսօր դուրս կգա։